Հրաչի ազատելու հարցը ընդամենը փողի հարց է։ Այդ դեպքում վերցրու ես Վահանի տված գումարը ու գնա ամուսնուդ ազատի բանտից։ Նվարդն ասել հա, որ ինձ հսկես։ Չէ ավելի շուտ, հետևես։ Դուք երևի արդեն տեղյակ եք, որ Վրամի փեսան Հրաչը ձերբակալված է։ Ես ուզում եմ ազատել նրան։ Մի րոպե։ Ինչ է որնում։ 3000 պակասում է։ Ոստ է պակասում։ Վահան, ես սիրահարվել եմ քեզ։ Ես է կխմեմ տականամ գնամ տուն։ Հեռու ես ապրում, այդքանը չէ։ Սուրենի մասին ես մտածում։ Չէ, ասում ես հեռու ես ապրում։ Լավ էր մի ծրի մերի, ամաչելու բան չկա, համը ես էլ եմ սիրահարված եղել։ Բայց ես սիրահարված չեմ։ Խանութում, որ աշխատում էի, սիրահարվել էի շեֆիս։ Ասում եմ սիրահարված չեմ։ Առաջ անգամ ես սիրահարվում։ Համը ասեմ քեզ, Սուրենից լավ տարբերակ դժվար է գտնես։ Շեֆի հետ ամուսնանալը ամենաճիշտ բանն է։ Անհեթեթ բաներ ես խոսում, ինչ շեֆ։ Մերի, ոնց որ ես կյանքից բան չհասկանաս։ Ափսոս իմ տարբերակը չստացեց։ Այ որ ես հիմա շեֆիս հետ ամուսնացած լինեի, չէ, հիմա հաստատ ստեղ չէի լինի։ Որ սիրում ես, հաշվարկներ չես անում։ Իմիջիալոց Սուրենը քեզ հենց տենց էլ սիրում է, առանց հաշվարկների։ Լավ, վերջ, էլ ես թեմայով չենք խոսում, չեմ ուզում։ Լավ, չեմ խոսում։ Բայց դու ասածներիս մասին մտածի։ Լավ մտածի։ Լավ։ Հա, գալիս էի։ Նոր դու գնացել ես Վրամին տեսակցության։ Հա։ Բա ինձ ինչի չէիր ասել այդ մասին։ Չհասկացա։ Պատահական որոշեցի ու գնացի, ինչ-որ խնդիր կա։ Զաքար, դու հետևում ես ինձ։ Այդ դու ես ինձ հետևում, Նվարդ։ Ներսեսը ինձանից աչք չի կտրում։ Դու ինչ ես վստահ։ Իհարկե վստահում եմ, ինչի մասին է խոսքը։
Դու քո ոչ մի քայլի մասին ինձ տեղյակ չես պահում, Նովարդ։ Լավ էլի Զաքար։ Մեր բոլոր որոշումները համատեղ քննարկման արդյունք են, ինչի մասին է խոսքը։ Բացի դա Վռամը հիմա Սալյակին գանված խեղճ հաշմանդամ է։ Հաշմանդամ Վռամը շատ ավելի վտանգավոր է, Նովարդ։ Դու պիտի զգուշ լինես։ Հետո ինչի է սիրտդ այդքան ցավում դրա համար։ Բավական է անհետեթ մեղադրանքներ հասցեագրես ինձ Զաքար։ Քո կասկածները ինձ համար արդեն վիրավորական են։ Ինչ է պատահել։ Ես քո հանդեպ ինչ-որ սխալ բան եմ արել։ Չգիտեմ։ Բայց դու սխալվելու իրավունք չունես, Նովարդ։ Քո ամեն մի փոքր սխալը մեզ կարող է անդունդը գլորի։ Ես էլ փորձում եմ այնպես անել, որ մենք ոչ մի սխալ չգործենք Զաքար։ Վռամն ու Սոզ Բաբկենիչը հին շնաձկներ են։ Իսկ դու նոր լողալ ես սովորում։ Ուր էիր։ Գնացել էի մաքուրոց շնչելու։ Սարփածես։ Ես։ Չի չես ասում։ Արփաշ չես է։ Լակածես։ Մաքուրոց շնչելու համար իշքան փող է պետք։ Ո՞վ են։ Հրաչին ազատելու համար տվեցի։ Այն ոնց էր դրա անունը։ Դրան։ Ես խոսել եմ Ղազարյանի հետ։ Գիտեմ ինչքան է վերցրել։ Մնացած փողն ուր է։ Չգիտեմ։ Ուր էիր գնաց։ Ուր էիր։ Թող ես ասում եմ։ Ինչ ես արել փողերը։ Թող ասում եմ։ Ինչ ա եղել, պապ։ Հեչ բանես։ Ուղղակի Մոնիկային խնդրեցի, որ բասկաթորի մեջ տեղափոխի։ Օգնել եմ ես կալյասկից։ Ինչ ես արել փողերը։ Դու ես չէ վերցրել։ Հա ես եմ վերցրել։ Վերցրել եմ ամուսնուտ եմ ազատել։ Դժգոհ ես։ Բայց դա պապայի վիրահատության փողն էր։ Չվիրահատություն, պապա չի ուզում վիրահատվել։ Դու էլ չես ուզում, որ վիրահատվի։ Ուզում եմ, նույն է ուզում եմ, ես ուզում եմ։ Դե եթե ուզում ես, ինչի ես ծախսել այդ փողը։ Ես պապայիդ լավ եմ ճանաչում։ Իրան չես կարող համոզես։ Աղջիկ ջան։ Այդ մի բան է ճիշտ ասում։ Չեմ հասկանում։ Ինչա կատարվում ես տանը։ Բոլորդ խելագարվել եք։ Բարև ինգա։ Բարև, Ինչ ա պատահել, հերոսով մի տեսակ էիր, ինչ-որ բան ա եղել, հա։ պատահել է։ Ինչ ա եղել։ Դու գիտես ես ինչ տեղ է։ Հա, գիտեմ։ Ինգա, ձեր տանը ինչ է կատարվում։ Պապատ ինչ-որ կասկածելի թղթի մեջ է ինձ մեղադրում, չեմ հասկանում։ Ես մամայիս եմ գտել։ Ինչ։ Նա այստեղ է։ Լուրջ ես ասում։ Երբ, ինգա։ Այդ կարևոր չի։ Պապան չգիտի ես ամենի մասին։ Այսինքն մամա թիմա հոգեբուժարանում է, հա։ Նա ոչ մեկի չի ճանաչում, ոչ մի ռեակցիա չի տալիս։ Ես արդեն եղել եմ նրա մոտ, բայց նա նույնիսկ ինձ չի ճանաչում։ Պապան իրան այստեղ է թաքցնում։ Հիմա ինչ-որ բաներ է սկսել կասկածել։ Դավիս ուզում եմ օգնել մամային։
Ինգա դու լավ գիտես, որ ես ամեն ինչ կանեմ քեզ օգնելու համար։ Բայց ինչ էլ անես, մեր հարաբերությունները դրանից չեն փոխվում։ Ինգա ես առանց քեզ չեմ կարող ապրեմ։ Իսկ ինչ ասել եմ պապայիդ, ասել եմ, որ ես չխանգարի։ Պետք չի, բացատրություններ մի դուր։ Ուղղակի ինձ քո ներկայությունն էր կարևոր։ Կսպասես։